Շարունակում ենք սիրելի հեռուստադիտողներ եւ քանի որ մեր հյուրերը իսկապես շտապում են, այնպես որ շատ արագ ներկայացնենք նրանց ու շատ կարեւոր մի մեգա նախագծի մասին, որ կոչվում է Երկու աստղ։ Երկու աստղ միջազգային նախագիծը, որը կյանքի է կոչվում BBC-ի հետ համագործակցությամբ, նորից հանրայինի եթերում է։ Այն մեծ հաջողություն ու բարձր վարկանիշ ուներ անցած եթերաշրջանում եւ նախագծի վերադարձին անհամբերությամբ սպասում էին բոլորը։ Այո, իսկապես որ անհամբերությամբ սպասում էին բոլորը եւ նոյեմբերի 8-ին հեռուստադիտողը ունեցավ այդ հնարավորությունը ծանոթանալու բոլոր զույգերի հետ եւ այդ օրը ոչ մի զույգ չլքեց բեմը։ Բայց նոյեմբերի 15-ից սկսած պետք է անպայման նշենք, որ քիչ պակասելու են զույգերը եւ վերջում մնալու է ընդամենը 4 զույգ եւ հեռուստադիտողի SMS քվեարկության արդյունքում կորոշվի հաղթողը։ Միայն մեկը բնականաբար։ Յուրաքանչյուր թողարկման ընթացքում ասակիցները հանդես են գալու երաժշտական տարբեր ժանրերով եւ թեմաներով՝ ռոք, համաշխարհային հիթեր, հայկական էստրադա եւ հետաքրքիր այլ ուղղություններ։ Նախագծին ինչպես միշտ մասնակցելու են պրոֆեսիոնալ եւ ոչ պրոֆեսիոնալ երգիչներ, այսինքն երգարվեստի հետ կապ չունեցող մարդիկ, դերասաններ, բժիշկներ, լրագրողներ, մարզիկներ եւ այլ ոլորտների ներկայացուցիչներ։ Այս անգամ մասնակիցների կազմը բազմազան է, երբեմն նույնիսկ հակադիր աշխարհներից, այնպես որ հետաքրքիր է լինելու տեսնել, թե ինչպես են տարբեր ոլորտների մարդիկ միավորվում բեմում երաժշտության ուժով։ Հիշեցնենք նախորդ եթերաշրջանի հաղթող զույգի մասին Ժան եւ Բրյունետ։ Տեսնենք, թե որ զույգը կհաղթի այս եթերաշրջանում։ Դե իսկ իմանալու համար անպայման պետք է բաց չթողնել Երկու աստղի թողարկումները։ Նախագծին առաջինի եթերում լինել, նախագիծ առաջինի եթերում լինելու է յուրաքանչյուր շաբաթ օր 21:50-ին։ Իսկ հիմա ուզում եմ ներկայացնել մեր հյուրերին։ Մեծ սիրով։ Նաիրե Ստեփանյան, բարի լույս, Երկու աստղ մեգանախագծի բեմադրող ռեժիսոր, օպերային ռեժիսոր եւ Անի Արզումանյան, Երկու աստղ մեգանախագծի հաղորդավար։ Շնորհակալություն, որ այդ կարևոր գործերը առաջին հարկում թողել եք եւ բարձրացել եք Առավոտ լսոյի տաղավար, որովհետեւ հեռուստադիտողին ամեն ինչ հետաքրքրում է, թե ինչ է կատարվում կադրից այն կողմ։ Սիրով։ Եվ սկսենք մեր առաջին հարցից։ Այո։ Նախորդ եթերաշրջանում Երկու աստղի բեմը տեսել է ավելի քան 60 տարբեր եւ հիշվող բեմադրություն, հետաքրքիր է ինչով են զարմացնելու մասնակիցներին այս անգամ։ Ինչ բեմադրություններ, ինչ մոտեցումներ, կամ գուցե փոփոխությունները շատ են լինելու։ Տեսեք, ինձ էլ էր հետաքրքիր ինչով էլ պետք է զարմացնենք այս եթերաշրջանը հարցնենք։ Նաիրե։ Սկզբից որ ասեցին երկրորդ եթերաշրջանը սկսվում է, իմ աչքերը ասենց կլորացան, մեծացան, որովհետև շատ կարճ ժամանակ ընթացք էր ասել։ Հետո եմ հաշվել, որ 60 մոտ 60 բեմադրություն է եղել։ Սկզբից որ իմանա երևի կարողա մտածեի համաձայն։ Այլևս չի ստացվի ոչ մի բան ասելով։ Տեսեք, ես հետո հասկացա ինչու մնե գաղտնիքը, որ ուրեմն մենք նախ չենք կրկնվում երգերով այս եթերաշրջանում եւ երկրորդը ամեն զույգ բերում է իր յուրովի բնույթը, այդպես որ երբ որ մի նոր երգ եւ այդ զույգը միացնում ես իրար, նոր ֆանտազիա առաջանում եւ ի զարմանալից ինչ որ անընդհատ բաներ ենք հորինում։ Ինձ թվում է բարդությունը նաև այն է, որ պետք է հեռուստադիտողը հանկարծ չասի, որ առաջի եթերաշրջանը ավելի լավն էր, քան երկրորդը եւ մենք այնպես ենք անում, որ ես համաձայն եմ եւ համոզված եմ, որ այդպես չի լինելու այս երկրորդ եթերաշրջանի ընթացքում։ Մերիսա, առաջին փորձն է որպես հաղորդավար, որ ներկայանում ես, թե եղել են փորձեր։ Չէ, իրականում այս մասշտաբի մեջ առաջին անգամ էր ու իրականում շատ մեծ պատասխանատվություն զգացի, երբ իմացա այդ առաջարկը հնչեց, ոնց որ շատ մեծ պատասխանատվություն զգացի, բայց դրա հետ մեկտեղ շատ էր ոգևորվածությունս, հատկապես որ ես առաջին եթերաշրջանում որպես մասնակից եմ ներկայացել, մի փոքր sense կապվածություն է այս պրոյեկտի հետ ու հնարավոր է, եթե մասնակից չլինեի, միանգամից հաղորդավարուհի լինեի, էմոցիոնալ այս կապը չլիներ, բայց որ ես եղել եմ մասնակից, գիտեմ այդ բոլոր էմոցիաները, հիմա այլ ավելի մեծ ոգևորվածությամբ եմ այս ամեն ինչ իրականացնում։ Ես շատ լավ կարողանում ես հասկանալ, թե ինչ են զգում մասնակիցները։ Ինչ կպատմեք մասնակիցների մասին այս տարվա։ Հետաքրքիր է երկրորդ եթերաշրջանի։ Սկսել եք աշխատանքը, ինչ է ձեզ թվում, ավելի հեշտ կաշխատեք այս եթերաշրջանի արտիստերի հետ, թե ոչ, եւ արդյոք փորձում եք անել հնարավորինս, որ արտիստերի քիմիան միմյանց մեջ ձևավորվի, ինչը կարծում եմ շատ կարեւոր է։ Հետաքրքիր հարցեր է տալիս Հայկը։ Շատ, որի շուրջ մենք չենք մտածել, բայց հիմա ես կսկսեմ մտածելով խոսել։ Ասենց ասեմ, բոլոր մասնակիցները ինձ շատ դուր են գալիս
որպես մարդ առաջնահերթ, որովհետև դա շատ կարևոր է, որ աուրան լավն է լինում եւ ընդհանուր այդ աշխատանքը շատ ավելի հեշտ է անցնում։ Սկսեմ նրանից, որ իրենք շատ տարբեր են, իրական, ոնց որ մուլտֆիլմը կինոյի հետ բռնես խառնես ու նոր պրոդուկտ ստանաս։ Ու մենք միմյանց շատ սիրել ենք, կարծում եմ բոլոր զույգերին առանձին կարող եմ ասել, որ ամենքը յուրահատուկ եւ երբ փորձը վերջանում է մի ժամ մեկի հետ ավարտեցիր, թվում է թե sense ամենալայվ զույգն է մեկի գալիս է մյուս զույգը, որի հետ նույն ձևի մտերմանում ես եւ շատ մեծ ողջավորությամբ մենք զգում ենք ոնց են իրանք սիրով օգնում միմյանց, ինչ որ մեկը բարերով է օգնում, ինչ որ մեկը արտիստական կարողություններով է օգնում, սատարում են եւ ի զարմանս ինձ դեռ ես չեմ զգում իրենց մեջ ինչ որ զույգերի մեջ հակադրություններ, որ կոնկուրենցիա լինի, թվում է թե բոլորը շոուի մասնակից են եւ ուզում են որ ամեն ինչ լինի համբերեք վերջում է գալիս այդ լարված պահերը ինձ այնքանով է հեշտ այս անգամ, քանի որ առաջ անգամ այդ տիպի նախագիծ ես դեռ չի արել, որ զույգով լինեն, մասկան եմ արել երկրորդ, որտեղ իրենց չի տեսնում, իրանք այդ կաղապարի մեջ էին, շատ ավելի հեշտ էր ասեմ ձեզ, բայց այդ փորձից հետո արդեն հասկանում ես ինչ մոտեցում ունենաս, ինչ շտկումներ անես անցյալ նախագծի միգուցե վրիպումներ են եղել այդ հարաբերությունների մեջ հենց առաջի օրը, երկրորդ օրն է շտկվել, այստեղ արդեն առաջի օրը չունեինք անգամ այդ։ Հրաշալի է, որ իրականում կա առողջ մթնոլորտ եւ դեռ առողջ մրցակցություն, ըստ իս դա շատ ճիշտ հոգեբանություն է, անի, հետևելով քեզ ու քո գործունեությանը, դու այն եզակի մարդկանցից ես, ով հրաշալի ներաշխարհով նախ զգում է հումորը, հետո կարողանում է հումորը նաեւ արտահայտել։ Դրա համար հատկապես քեզ եմ ուզում ուղղել հարցը, ինչ հիշարժան դրվագներ կհիշես ու շատ կարճ կպատմես մեզ երկու աստղից, գուցե եւ որպես հաղորդավար կամ որպես մասնակից։ Արի որպես մասնակից սկսենք անի, հետո կգանք որպես հաղորդավար կպատմես ներքին խոհանոցը։ Իրականում ես հիշում եմ որպես մասնակից մեր առաջին ելույթը ես գերլարված էի շատ ու իներ հասկացողությանը ես առաջին անգամ էի աշխատում ու անսահման լարվել է ես հիշում եմ իմ իների հետ ասենք ինքը չէր աշխատում կամ ինչ որ ցածր էր որովհետև ես գլուխ չէի հանում իրենից ես չգիտեի ոնց է պետք իրան ճիշտ ուղղորդել մասնագետներին ասել սա պետք է ցածր լինի սա պետք է բարձր լինի ու առաջին ելույթին այնքան լարված է ու այնքան վատ էի եկել որ հիշում եմ բեմից ասի իմ ես Ռոբի հետ էի մասնակցում, ասի Ռոբ, խնդրեմ արի, էլ չշարունակենք էլի։ Անիմաստ է։ Խնդրենք, ասենք առաջինին ճիշտ է, ոչ մեկ չի լքում, արի, բայց մենք լքենք էլի։ Ու հիշում եմ այդ լարվածության հետ ես ասացի երևի վերջ էլի, մաքսիմում մի ելույթ էլ ու վերջ, բայց արդեն հաջորդից սկսած ես սկսեցի վայելել այդ ամեն ինչը ու արդեն լրիվ ուրիշ ընթացք ստացավ ամեն ելույթից հետո այնքան էներգիայով լի որ ուզում եմ մի հատ էլ ադրենալին է կա չէ ինչ որտեղ շատ ես տենց ադրենալին երևի թե ամենա չգիտեմ բարձր ատրակցիոնը նստել չեմ զգալ ինձ թվում է հաստատ բայց այս եթերաշրջանում չունես այդ ադրենալինը ունես ուրիշ տեսակի զգացողություններ եւ կարծես պետք է փորձես հասկանալ թե նրանք ինչ ադրենալինի պաշար են ստանում եւ ինչպես են զգում մեր մասնակիցները։ Իրականում սա էլ իր չափաբաժինը ունի ադրենալինի ու որը ոչ պակաս է, որովհետեւ ինձ համար սա առաջին անգամ է, երևի թե մի փոքր փորձառությունից ավելի շատ լիներ, այս չափ ադրենալինը չէր լինի, բայց իրականում որ մասնակիցները գալիս են, խոսում են իրենց էմոցիաներից են կիսվում, տպավորություն որ հենց ես եմ խոսում իրենց շուրթերով, որովհետեւ այնքան նույն էմոցիաներն են ու թվում է թե բոլորս շատ տարբեր մարդիկ են, բայց այս ապրումների առումով բոլորս այնքան նույնն ենք, հատկապես ոչ երգիչներին այնքան լավ եմ հասկանում, որովհետև շատ կարճ ժամանակում պետք է լինում զրոյից մասնագիտություն յուրացնել, այսպես ասած, բայց դեռ որ ինձ իսկապես շատ լավ եմ զգում ու ոնց որ չկամ աշխատանքի, այլ ուղղակի գալիս եմ ընկերներիս հետ ժամանակ անցկացնելու։ Ես վստահ եմ, որ Անին առաջին եթերաշրջանից հետո որպես արտիստ հոգեբանական շատ հարցեր արդեն հաղթահարել ես ու վստահաբար մի քիչ այլ հայացքներով ես նայում բեմում ելույթ ունենալուն, բայց յուրաքանչյուր ելույթը պատասխանատու է ու շատ կարևոր, որպես ամփոփիչ հարց, ինչ կարևոր խորհուրդ ունես նախագիծը երգիչների համար, համենայն դեպս մարդկանց համար, ովքեր պարզապես սիրում են երգել եւ ինչով է ավարտվում ի վերջո նրանց համար այս նախագծում հոգեբանական առումով, ինչ են հաղթահարում։ Մեկ զույգը պարտադիր պետք է մեկ զույգը հաղթում է իհարկե, բայց երգիչներին հատկապես ինչ կասեք դուք, ինչ են զգում նրանք առհասարակ։
Ես ուզում եմ սատարել չերկիչներին, որովհետև ամենքը իր բնակավարում հասել է բարձրունքների եւ միգուցե դա նրանց փոքր երազանքն է, որ կուզեին դուրս գալ բեմ եւ այդ դերը ստանձնել։ Մենք ամեն ինչ անում ենք, որ իրենց լավ զգան եւ այս ամենը արվում է մարդկանց ուրախացնելու համար, այսինքն հերոստատիտողը երբ մի շաբաթ սպասում է, որ շաբաթ օրը պետք է գան եւ վայելեն այդ պահը, բոլորը անում են լավ բարի գործ։ Թող անպայման այն մարդիկ, ովքեր ունեցել են փոքր երազանք, իրենց կյանքում անպայման փորձեն իրագործել ինչ որ մի տեղ, մի բնակավարում, թող չմնա դա իրենց մեջ եւ այդ հնարավորությունը ինձ թվում է կարող են գտնել ընդհանրապես կյանքում ոչ միայն այս նախագծում։ Այո, եւ մասնակիցներից շատերը միգուցե հենց երազել են երգիչ երգչոյի դառնալ եւ այսօր նրանք իրականացնում են իրենց երազանքը։ Ես երազել եմ ջութակահար լինել, բայց չգիտեմ որտեղ իրագործեմ այդ Ես հնարավորությունը։ կմտածեմ, կասեմ ինչ եմ երազել։ Լավ, շատ լավ ներկայացրեցիք իրականում, շնորհակալություն, ձեզ մաղթում ենք հաջողություն։ Այսօր ունեք նկարահանումներ երկու աստղի։ Այո, եւ ես կուզենայի շնորհակալություն հայտնել նաեւ հանրայինի կազմին, որոնք կազմ պատրաստ սպասում են եւ սատարում են այս ամբողջ գործունեությանը մեր թիմին։ Ձեզ բարի նկարանում ու լավ աշխատանքային օր, սիրելիներ, մենք շարժվենք առաջ, մինչ կճանապարհենք մեր հյուրերին, ասենք որ րոպեներ անց տեղափոխվել ենք Խոհանոց։ Այո, Խոհանոց, որտեղ անուշը մենակ չի լինելու, ինչպես մենք որ նշեցինք, բայց այս պահին մինչ Խոհանոց տեղափոխվելը առաջարկում ենք ծանոթանալ Զաֆրանի հայկական դաշտերի մասին պատմող տեսանյութի հետ։ Համեցեք։